Դատարանը երկրորդ անգամ է անվավեր ճանաչել տեղական վճարների դրույքա չափերը սահմանելու որոշումը, այս անգամ ևս մերժելով կարմիր գծերը շեշտակի թանկացնելու Երևանի իշխանության հիմնավորումները։ Առաջին անգամ նման վճիռ եղել էր 2024-ի տարեվերջին, սակայն ի տարբերություն նախորդ տարվա դատարանն այս անգամ ոչ թե 1 տարի, այլ մի քանի ամիս է քննել գործը։ Ազգային ժողովը մայիսի 27-ին առաջին ընթերցման ընդունել է ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը։ Մասնավորապես առաջարկվում է ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը 1 տոննայի համար 2000-ից դարձնել 8000 դրամ։ Հիշեցնենք, որ ներկրվող ցեմենտի 14000 դրամ տուրքը սահմանվել է դեռևս 2021 թվականին։ 2025 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի եւ այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6 միլիարդ 277.8 միլիոն դոլար։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 52.9%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1 միլիարդ 437 միլիոն դոլարով։ Նախնական տվյալներով սպառողական գները Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին աճել են 2.7%-ով նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։ Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճը կազմել է 3.2%, իսկ նույն թվականի մարտի համեմատ 0.5%։ Եվրամիության մի քանի երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան ձգտում են կտրուկ նվազեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը $60-ից մինչև $45 1 բարելի դիմաց։ Այս նախաձեռնությունը կարող է ներառվել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 18-րդ փաթեթում։ Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը նավթի նոր հանքավայր են բացահայտել։ Սա նավթահանքի առաջին հայտնաբերումն է այն պահից ի վեր, երբ 2020 թվականի կեսերին վերականգնվել են արդյունահանման աշխատանքները Չեզոք եւ հարակից ծովային գոտում։ Սա շատ կարեւոր է հաշվի առնելով դրա դրական ազդեցությունը երկու երկրների, որպես աշխարհում հուսալի էներգամատակարարների կարգավիճակի եւ էներգակիրների հետախուզման ու արդյունահանման ոլորտում հնարավորությունների վրա, ընդգծում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը։ Կրիպտո ներդրողները դժգոհ են մնացել Դոնալդ Թրամփի կազմակերպած մասնավոր ընթրիքից։ Վիրջինիայի իր գոլֆի ակումբում նախագահը մասնավոր ընթրիք էր կազմակերպել կրիպտո արժույթի 220 խոշորագույն ներդրողների համար։ Հյուրերը ընթրիքի համար 1.7 միլիոն դոլար էին ծախսել։ Նրանք քննադատել են սննդի որակը ու նշել. դա ամենավատ ուտելիքն էր, որ երբևէ կերել ենք Թրամփի հաստատությունում։ Միակ ուտելի բանը հացն ու կարագն էր։ New York Times-ի տվյալներով Դոնալդ Թրամփի ընտանիքի եկամուտները նրա նախագահության ընթացքում գերազանցել են Միացյալ Նահանգների մյուս նախագահների վաստակը։ Թրամփի ընտանիքն ու գործընկերներն արդեն 320 միլիոն դոլար են վաստակել նոր կրիպտո արժույթից ստացվող միջնորդավճարների շնորհիվ։ Արտասահմանում կնքել են բազմամիլիարդանոց անշարժ գույքի գործարքներ եւ պատրաստվում են Վաշինգտոնում բացել բացառիկ ակումբ, որի անդամավճարը կկազմի $500,000։ Մոսկվան խստացնում է միգրանտների մուտքը մայրաքաղաք։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ստորագրել է Մոսկվայում եւ մարզում բջջային հավելվածով միգրանտների գրանցման փորձարկման մասին օրենքը։ Կներդրվի արտասահմանցիների հաշվառման լրացուցիչ մեխանիզմ։ Այսպես կոչված մասնագիտացված բջջային հավելվածում գրանցվելուց հետո Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությանը կփոխանցվի միգրանտների գտնվելու վայրի մասին տվյալները։ Բջջային հավելվածի միջոցով միգրանտը համաձայնություն է տալու անձնական տվյալների մշակմանը։ Գեոլոկացիայի վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում միգրանտները կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում եւ կարտաքսվեն Ռուսաստանից։ Այդ հավելվածի միջոցով միգրանտը փաստացի տեղեկացնում է իր գտնվելու վայրը։ Նրա հեռախոսի աշխարհագրական դիրքով պայմանավորված հնարավոր է մոնիթորինգ իրականացնել։ Եթե միգրանտը փորձի շրջանցել վերահսկողությունը, կներառվի վերահսկող անձանց գրանցամատյանում։ Ռուս փորձագետները սակայն համարում են, որ միլիոնավոր միգրանտներին վերահսկելը դժվար, բարդ եւ ծախսատար գործընթաց կլինի։ Միգրանտներին հետևելը շատ թանկ կնստի իրավապահ մարմինների վրա։ Սիմ-քարտերը միգրացիոն կենտրոններում հարկադրաբար են տրամադրում։ Ասում են, եթե դուք այն չվերցնեք, ապա դուք բժշկական զննում չեք անցնի։ Իսկ այն պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար։ Կարծում եմ նմանատիպ խստացումներից հետո միգրանտներից շատերը կփոխեն իրենց աշխատանքը փնտրելու ուղղությունը։ Նրանք ավելի շատ կնախընտրեն Եվրոպան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ նույնիսկ Հարավային Կորեան։
Ծրագիրը կփորձարկվի սեպտեմբերի 1-ից եւ կտևի մինչեւ 2029 թվականը։ Խստացումները չեն վերաբերում անչափահասներին, դիվանագետներին, նրանց ընտանիքի անդամներին, նաեւ Բելարուսի քաղաքացիներին։ Սպանդանոցային ծագում ունեցող մսի կամ այլ կենդանական ծագման մթերքի վաճառքի դեպքում պարտադիր է փակցնել կառավարության սահմանած փաստաթղթերը, որոնք հաստատում են մթերքի սպանդանոցային ծագումը, տեսանելի տեղում, որպեսզի սպառողները տեղեկացված լինեն մթերքի աղբյուրի մասին։ Օրենքի պահանջի խախտման դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն։ Տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ից մինչև 100 պատիկի չափով, կրկնակի խախտման դեպքում տուգանք 150-ից մինչև 200 պատիկի չափով։